Ինչպես խոսք էի տվել, տեղադրել եմ 8-րդ դասարանի դասագրքի շարունակությունը մարի հրատարակության 81 էջից սկսելու ենք։ Գնանք այստեղ reading-ի հատվածն ենք հասել 81 էջի, որը cue a signal for someone to do something նշանակում է ազդանշան, convey to express a thought, feeling or idea փոխանցել միտք, զգացում կամ գաղափար, likewise in the same way նույնպես, նույն կերպ, նույն ձև, crucial շատ կարևոր, վճռորոշ, extremely important or necessary, intention մտադրություն, այն ինչ ուզում ես անել, something that you want and plan to do, comprehend to understand something completely, ամբողջությամբ հասկանալ, ուրեմն cue a signal for someone to do something, convey to express a thought, feeling or idea, likewise in the same way, crucial, extremely important or necessary, intention something that you want and plan to do, comprehend to understand something completely. Այստեղ ունենք text. Read the text and change your comprehension. More than words. Ավելին քան բառերը. Communication is not just about the words we speak. It involves verbal and non-verbal cues that convey messages and feelings. Հաղորդակցությունը միայն մեր խոսացած բառերը չեն. Այն ներառում է նաև խոսքային և ոչ խոսքային նշաններ, որոնք փոխանցում են հաղորդագրություններ և զգացումներ. Verbal communication is the use of words to convey messages. Խոսքային հաղորդակցությունը բառերի օգտագործումն է հաղորդագրություններ փոխանցելու համար. It includes speaking and listening. Այն ներառում է խոսելը և լսելը. When we talk, we share thoughts, ideas and information. Երբ մենք խոսում ենք, մենք կիսվում ենք մեր մտքերով, գաղափարներով և տեղեկություններով. Listening, on the other hand, is equally important. Լսելը մյուս կողմից նույնպես շատ կարևոր է. It's about paying attention to what others are saying, showing respect and responding appropriately. Այն նշանակում է ուշադրություն դարձնել այն բանին, ինչ ասում են ուրիշները, հարգանք ցույց տալ և ճիշտ արձագանքել. For example, when you ask a friend about his day or share a story, you are using verbal communication. Օրինակ, երբ ընկերոջդ հարցնում ես նրա օրվա մասին կամ պատմությունով ես կիսվում, դու օգտագործում ես խոսքային հաղորդակցություն. Non-verbal communication involves expressing ourselves without words. Ոչ խոսքային հաղորդակցությունը ներառում է արտահայտվել առանց բառերի. It includes facial expressions, body language, gestures, and even the tone of our voice. Այն ներառում է դեմքի արտահայտությունները, մարմնի լեզուն, ժեստերը և նույնիսկ ձայնի տոնը. Non-verbal cues often reveal emotions, attitudes and intentions. Ոչ խոսքային նշանները հաճախ բացահայտում են զգացմունքներ, վերաբերմունք և մտադրություններ. A smile can convey happiness, while crossed arms might suggest defensiveness.
Ժպիտը կարող է փոխանցել երջանկություն, իսկ խաչված ձեռքերը կարող են ցույց տալ պաշտպանողականություն։ Imagine a friend's face lighting up when he or she sees you. That's nonverbal communication expressing joy. Պատկերացրու, ընկերոջը դեմքը լուսավորվում է կամ պայծառանում է, երբ նա քեզ տեսնում է։ Դա ոչ խոսքային հաղորդակցություն է, որը արտահայտում է ուրախություն։ It's important to note that the meaning of nonverbal cues can vary across cultures. Կարևոր է նշել, որ ոչ խոսքային նշանների իմաստը կարող է տարբեր լինել տարբեր մշակույթներում։ In some cultures, direct eye contact signifies attentiveness, while others it may be considered disrespectful. Որոշ մշակույթներում ուղիղ աչքի կապը նշանակում է ուշադրություն, իսկ մյուսներում այն կարող է համարվել անհարգալից։ Effective communication often relies on the harmony between verbal and nonverbal elements. For instance, saying thank you with a smile adds emotions to the words. Արդյունավետ հաղորդակցությունը հաճախ հիմնվում է խոսքային և ոչ խոսքային տարրերի ներդաշնակության վրա։ Օրինակ, շնորհակալություն ասելը ժպիտով ավելացնում է զգացմունքներ այդ բառերին։ Understanding both aspects enhances our ability to communicate clearly and comprehend others more fully. Երկու կողմերն էլ հասկանալը օգնում է մեզ ավելի պարզ հաղորդակցվել և ավելի լավ հասկանալ ուրիշներին։ Սա տեքստը։ Գնում ենք exercise 1-ը։ Match the following words from 1 to 5 with their definition from A to E. Respect, այստեղ B-ն է, admiration felt or shown for someone or something, make a B. Happiness, seen, positive and pleasant emotions. Defensiveness, D. Behavior in which someone avoids being criticized. Joy, in, a feeling of great pleasure and happiness. Affective, A. Producing or capable of producing a result. Ուրեմն, մեկը B, երկուսը C, երեքը D, չորսը E, հինգը A։ Գնում ենք երկրորդին, choose the right option. What does verbal communication involve? Make a bin, speaking and listening. Why is listening considered crucial in verbal communication? Երկուսը C, to share information. When you ask a friend about his days, you are Sina using verbal communication. Short and non-verbal communication means expressing without words. Effective communication is often using both means of communication. That's how does saying thank you with a smile enhance communication? Aina, it adds sincerity to the words. Ուրեմն, մեկը B, երկուսը C, երեքը C, չորսը D, հինգը D, վեցը A։ Գնում ենք 83 էջը, ունենք true or false։ Առաջինը, verbal communication involves only speaking, false։
Երկրորդը, using verbal and non-verbal elements is crucial for effective communication. True. Երրորդը, communication means gathering people in one place. False. Non-verbal cues can reveal attitudes but not emotions. False. The meaning of non-verbal cues can vary across cultures. True. The text suggests saying thank you with a smile enhances communication. True. Ուրեմն առաջինը false, երկրորդը true, երրորդը false, չորրորդը false, 5-ը true, 6-ը true. Answer the question. What is communication? Communication is the process of sharing messages, ideas, and feelings using verbal and non-verbal cues. Երկրորդը, why is listening an important aspect of verbal communication? Because it helps us understand others and respond appropriately. Երրորդը, what is non-verbal communication? It is communication without words using facial expressions, body language, gestures, and tone of voice. Հինգերորդը, ներողություն չորրորդը, why is understanding of non-verbal cues important in a multicultural context? Because their meaning can differ across cultures. Հինգերորդը, how is the relationship between verbal and non-verbal communication described? Effective communication depends on the harmony between them. Եվ վեցերորդը, how do non-verbal cues contribute to expressing emotions? They show feelings through facial expressions, gestures, and body language. Եվ ունենք հինգերորդ վարժությունը, այստեղ fill in the gaps using the words given below. Cue, convey, likewise, crucial, share, harmony, comprehend բառերը պետք է տեղադրենք այս նախադասությունում. Effective communication involves a combination of verbal and non-verbal cues, առաջինը cues, that convey messages and feelings. Ուրեմն այստեղ cues, այստեղ convey. Likewise, a serious tone can indicate concern or worry. Effective communication relies on the harmony between verbal and non-verbal elements. When we talk, we share thoughts, ideas, and information. Listening, on the other hand, is equally crucial. Understanding both aspects enhances our ability to communicate clearly and comprehend others more fully. Այսքանը